Chatpat. Chatpat. Բարի եկար Chatpat. Հոս արևմտահայերենը ազատ եւ հաճելի գհնչը։ Կլսենք տարբեր առողանություններ, տարբեր հնչյուններ, տեսակ միտքեր եւ հավաքական փորձառություններ։ Որը չէ։ Ոդքասթը պատրաստած են Անին, Քնարը եւ Մարիամը, ծեր ներաշխարի ցայներով։ 7-րդ դրվագ դարօրինակ հանդիպումներ։ Կան զուգադիպություններ, որոնք ճակատագրական գտնվին։ Կարծես թե անդեսանելի ցերկը մեզի մղած է։ Ճիշտ այդ վարքյանին, ճիշտ այդ ճամփուն վրա։ Դարօրինակ չեմ գիտեր, բայց ինձ համար ամենի ասենք հետաքրական հանդիպումը գնամասել։ Նախ ասեմ, որ հանդիպումներու չեմ ավատած։ Իրական պատմություն պատմեմ կլա։ Աչափալ դարօրինակ չի գրնալալ, բայց ինձ համար մանավանդ այնադեն դարօրինակ էր, որտեվ տարիքով ալ բզդիգեի։ Ոչ մեկ բան պատահական է, քոնե ինձ համար ամեն ինչ ծրագրված է։ Շատ լավ չհասած անտանալու գար հանդիպումներ, բայց նորենալ։ 2 տարի առաջ Երուսաղեմ էի Անթոնի Բլինքենը, որ արտաքին գործերի նախարարն է։ Ինչ որոնը հոներ եւ քիչ շատ security գար, անվտանգություն գար, որ մեր փախտեն ինքը եկավ իմ աշխատավայրս։ Ես դեռ մը աշխատեմ Երուսաղեմ, որ մշակութային տուն է, եւ մեր կազմի մեջ կան հрьяաներ ու արաբներ, ուրեմն աս մշակութային տունը գտեսվի իբր խաղաղության խորհրդանիշ կամ աբակայի ինչ կարելի է եթե օրմը խաղաղություն հաստատվի Երուսաղեմ։ Ինչ որն է security-ն եկավ ասին, որ Անթոնի Բլինքենը հոն է, պիտի հանդիպի ուզեցի նկարում իրեն հետ, բայց ամեն մարդին ասին, որ չես կնարին նկարվի, որտեղ ասկա պետք է 20 շաբաթ առաջ, արդեն պետք է գիտնան։ Ինչ որն է հոնի մնգերոցս, որ նկարիչ էր իրենսի տուն պատրաստվիր, երբ որ քեզից եմ գո, կնկարես ինձ։ Ադամեր խոչդոտները գային իմ արջևս, բայց հաղթահարեցի ավելի խորամանկ ձևով, ճիշտ ասած, մարդոց քիչ մը խապեցի հոն, շպացուցի, մինչև որ ինձ իրենքով դարին ու նկարվեցանք, ինքը հոն հասել էր գարձել, որ միան իր արջևը Գամ արապիտ ելը, գամ հրյապիտ ելը, ինքը ադոր բադրաստ էր, չէ, իրեն նախապադրաստած են Իսրայել ու Պաղեստին ասամենը։ Մեկը կայ իրականչին պսպսաս է, we the Armenians thank you for standing with us on the Artsakh քիչ մխոսանք, բայց մարդը հետո պիտի երթար վարչապետներու հետ հանդիպի, բայց ես իմ տերս մը փանել Ես տարիներով Ումբերտո Էկո շատ կսիրեի, գրողը, իտալացի գրողը, շատ կսիրեի եւ ուրեմն ընկերուհիմ ունի Իտալիայեն, որ հոսեր եւ հետը խոսածades ինձ իսա որ օրմը երբ որ ռոմքաս քեզի իսա իտալացի տերասաններու բաներու ինքը տերասանու է նշանավոր տերասան սա գծանոթացնեմ եւ այլն ով որ գուզես բան Սիոր տերասան եւ այլն ծանոթանալու բան չունին մասնավոր, բայց սի մեկ հոգի գա, որ չեմ նայել որ գրենաս ծանոթացնել, անալսի Ումբերտո Էկոն է։ Ումբերտո Էկոնը սավ տուն ընկերուհի ունիս որ իրեն գճանչնա, սավ շատ լավ իր քիրգը մեծած է։ Քաթի Բերբերյանի աղջիկը Քրիստինա Բերիոն սի իրավես սավիա So Achortor Քրիստինան կանչեց իր մեր լսած էր եւ Սա որ ասկիրակի պախտես Ումբերտո Էկոն Los Angeles պիդիկա Իրավեսալ ամպոչ գիրագի գեցոր է վերջմը լման հետա անցուցինք և ինձ համար հոյագապ պամպներ պորսարություն մներ ամբենի կարևոր հանդիպումներ եմ բեգներ ասիգար Մեկը որ անունը Նորադ Դեր Գրիգորյանց է, հեչ լսած եք անոր մասին, եթե հագարակ կարտակն է Նորադը, Դարոն գլա։ Անունը Դարոն ուզած եմ տնել, բայց ինքը սովետական Հայաստանի մեջ ծնած է, Դարոն եւ այլն ասկայնական անուն մնե, ադոնամար ծնողքը Նորադի տաքսուսած են, ուրեմն Նորադը Հայաստանի անկախության դարիներուն, երբ որ Հայաստանը անկախություն արած է, գարձեմ Հայաստանի բանակի
գազམավորման մեջ շատ կարևոր գործունեություն ունեցած է։ Ուրեմն նորադ զինվորական հագուստով, գլխարկով եւ այլն ամեն մեդալներով իմ դանս մեջ իր հետ հանդիպեցա։ Նկար մնա ունիմ ափսոս գործունեացած եմ այդ նկարը։ Պետք է 13 տարեկան էլ լայ այնադեն։ Այդ դարիքին է շեյքերով է։ Հոս ադու համար ցանոթացա եւ այդ ծևով ցանոթացուցին ինձի շոկի պես բան մներ, որ բուրճամուդի այդ նեղ թաղերեն մեգուն մեջը անանք մեգը իմ դունս եկած է։ Շատ բար, շատ համեստ, նաեւ մեջը մանուկնալ դագավին մնացած է, ամեն համասկեստով, այդպեսի քիչմա խնդալիք ակնարկներ ընող մեգներ։ Ես Դուբայ աշխատեի, առաջին տարի չսիրեցի Դուբայը, 1 տարի վերջ ետ Բեյրութ եկա, հետո Բեյրութ պատերազմը շարունակեցավ եւ քասի հետ։ Կփնտրեի կորց եւ որ մը եղբորս խանութն էի, տղամ եկավ Եգիպտասի հաջախորդ էր, իր օտոն գնորոքեր եղբայրս, տեսավ անգլերեն եւ արաբերեն թերթ կգարտամ։ Մեմ արաբերեն խոսայրս մեմ անգլերեն, մեմ արաբեի այսպես կփոխվեր, ես չհասկացա ինչու համար։ Հետո հասկացա, երբ որ ինքնաշարժը ավարտվեց եւ ուզեր գերտալ, սա որ նայ դու լավ արաբերեն կես, լավ անգլերեն կիես։ Ինչու համար թարգմանի չես աշխատես։ Երկու շաբաթ վերջ արդեն թարգմանության կորսը կտա եւ բարեկամներուսի անդեղը թերթի մեջ գրված է հասցանությունը, սինասին Շեխ Ռաշեդ բիլդինգն է։ Դեր խացի, դեսավ եղբայր Շեխ Ռաշեդ բիլդինգ չես եկած, սխալ դեղ եկերես։ Բայց ուրիշ բանկամ կա թարգմանիչ կուզե։ Ուզես աշխարհից ինչու՞ չէ։ Մեր ելա 18-րդ հարկ, հաջորդ օրը կորզի սկսա։ 2-3 օր վերջ մյուս շենքը, իրական շենքը կացի, մարդիկ ասի որ մենք 2 ամիս առաջ արդեն արել են այդ պաշտոնյան։ Ոչ մեկը, ոչ ասպոլորեն, ոչ մեկը ջանշնա ես, իսկապես անակնկալ էր եւ ինձի վերև կարծես վերևից ինձի ուղեցի ու այդ կորզը աշխատի 2.5 տարի։ Ընդհանուր կյանքից մեջ 25 տարի թարգմանիչ աշխատել։ Ես երբ որ նոր ամուսնացա, ամուսինս սա երկիչ է։ Օր մնադուն եկավ անդրամատիր էր, սա որ ցայնս այլևս չելեր որ։ Մենք բժիշկներու կացինք, ոչ թե 1, 2, 3, Սուրիայի չափով բժիշկ չցկեցինք։ Բժիշկները ասին որ փուլի ուրեմն ադի գարկիլե երբ որ ուժ գուդաս ցայնի լարերուն գգդրդվի։ Մի ներվիրսավ թուն այսօրվնե սկսյալ երկի չես, ուրիշ գործի մնայր։ Մենք ինչ եղավ, աշխարը դակնու վրա, ինչ պիտի ընենք, շրջամը տատարարավ կործեն։ Ինչ որ կիշեր մներ մեգալ, շենքին վարը մեգը եկավ իրեն գհարցնե։ Ուրեմն սպամը, զինվորական սպամը Դամասկոսեն, ադի ուրեմն գերտայ ուր որ գերք է ջաշարանը, գտեսնե չի գա գհարցնե ինչ ունի, գսեն անանկիստե, անի բարձաբես կուկա հարցնե որպես ճունի ինչպես է։ Ամուսինս վարի չավ, սպայնը թխոսեցավ, սպայնը սերը ասպես պամու ունիմ, ադալ իրենը սերը որ բժիշկ մգա համա քաղաքը, Սուրիայի համա քաղաքի մեջ, ասի Գերմանիային եկած է, փախած եկած է, որովհետև բրբդումներ գնե եղել բժշկական, եւ բուժումին անուն հոմոպաթիա, ես առաջին անգամ լսած էի հոմոպաթիա։ Առաջին 3 անգամ ամուսինս գնաց, առաջին 2 անգամին արդեն սկսավ ցայնը վերստին իդ առաջվա իր փայլքը առնել եւ ինքը գործը սկսավ շարունակել։ Մարդը 3 անգամ երթալ են վերջ, մարդը մեջտեն գործվեցավ, ուր է, ինչը չեն գիտեր, չի գրցան գտնել իրեն, բժիշկը ով է։ Ուրեմն քանի ամուսինս լավ է, մենք մոռցանք այդ հարցը։ Այդ շրջանին ամուսինս կորց մի եկավ Ամերիկայեն, որ 3 ամսվա տուրնեի պիտի ելե։ Եվ մենք Ամերիկա կացինք։ Մենք Նյու Յորք մոլի մեջ կբդդինք, մարդը ամուսինս կգանչի անունը գարո։ Մենք դարձանք նայեցան ով է։ Դարձանք պատվեցան ամուսինիս ընկերը Մանգուչյան, որ 4-րդ դասարանի վերջի դեսած իրեն, անունը Միշո է, Միշո միանգը հիշեմ։ Միշոն մեզի ուզեց իր դունը հրավիրել։ Մենք Միշոին դունը օրմենտ կացինք։
Միշոյն դունը ջաշեցինք, ընտրեցինք եւ մեզի ետ դուն պիտի հասցներ։ Վերադարձին մարդը օթոն շարեց դերմը եւ սա որ գարու սա գուզեմ քեզի շատ լավ բարեկամ ունի մանոր ծանոթացնել։ Ոչ հիվանդության նյութ եղավ, ոչ ասպեսի նյութ մի եղավ հոմոպաթիայի։ Օթոին վարգիչնենք որ դեսանք արմավը տրված էր, արմային վրա հոմոպաթիա կրված է։ Ես եւ գարոն իրար նայեցանք, ասին սուկատիբություն, դեր մի եկանք որ հոմոպաթիայի բժիշկ մնե։ Վարիչանք սուրճ մխմեցինք եւ խոսեցանք քիչ մգարոն սա որ ես գիտեմ ասփուժում ասպես բամը բադահած էր։ Երավ մեզ այդ դոկտորը փուժումի շարունակությունը տվավ։ Եվ ամուսին շարունակեց իր փուժումի շարունակությունը եւ անգերջ 30 տարի արդեն երկեց։ Եվ երբ որ դարձանք մենք Սուրիա, Հալեբ, բժիշկի գնաց, բժիշկ կոնտրոլը սա over էր ասկորձողությունը։ Heç հետ չի գա։ Երբ որ բոլիս էի եւ ժամանակին Բեոլո թաղամասը միություն ունեինք, հայ մշակույթի եւ զորակցության միություններ անունը, ուրեմն միության մեջ նաեւ գար բզդիկ սենյակը, որ կգոչվեր նոր ռադիոն։ Նոր ռադիոն բազմալեզու համացանցի ռադիոյի գայան մներ ժամանակին։ Զանազան հյուրեր գուքար եւ երթար, որովհետեւ ովքեր որ խաղորդավար էր, իրենց հյուրերը գբերեին Որ մի երբ որ միություն էի, մարդիկ եկան, որ պիտի մասնակցեին հաղորդումին եւ անշուշտ որ քիչ մծանոթացանք նստեցանք թեյը գխմեինք, նյութը բացավ եւ ասին որ մենք ալ Մարդինեն ենք, Մարդինը քաղաք մնե, Թուրքիայի արևելյան կողմը գտնվի, որ իմ մեծ մայրիկս, այսինքն մամայիս մաման ալ այդ կողմեն է, հետո երբ որ շարունակեցանք խոսելու անդրադարձա որ նույն քյուղեն են եւ ավելի հետաքրքրական դարձավ ուրեմն մեծ մամաս միշտ կբացմեր որ քյուրդ ընտանիք մը գա որ իրենց ծնողները բախած են նախկիները բախած են եւ միշտ կովասանքով կբացմեր որ այդ անձերը որ մեզի բախեցին գսեր մենք իրենց մեծ հարկանք պետք է ցույց տանք պետք է միշտ հիշենք եւ այլն։ Գիտեի որ ինքը գաբեր ուներ այդ ընտանիքի թորնիկներու հետ, այսինքն մոտավորապես իր դարեգանին այդ սերունդին հետ սերմ գաբեր ուներ, բայց երբ որ այս խանդիվումը բադահեցավ միության մեջ, անդրադարձա որ երրորդ կամ չորրորդ սերունդն է իմ թիմացիներս որ իմ մեծ մամայիս ընտանիքը փրկած է ժամանակին եւ հետաքրքրական էր, որովհետեւ երաժշտության հետ կհետաքրքրվին, աղվոր խումբ մնեն, եղավ որ նոր ռադիոյի հյուր լալով եկան եւ այս անգամով ես ալ իմ սերունդիս մոտ այդ Քերթաստանի անդամներուն հետ մեգենի մեկ խանդիբեցա միության մեջ։ Ուրեմն ես 2020 թվականին դասավանդիր Հայաստան անունով ծրագրի մասնակցեցա որ տեղափոխվեցա համայն ինձ համար շատ նոր էր ամեն ինչը շատ նոր եւ շատ դժվար քանի որ Հայաստան քյուղերը այդքան նորագարույց չեն պայմանները լավ չէ դու մը գաբրեի որ առաջին անգամ որ պայմանները շատ վատ էին օրը գուզեմ գոր լոկնալ ճուրը բացի եւ ճուրը չի կարգոր Ես չեմ հասկանում որ ինչու ճուրը չի կարգոր, ինչն է խնդիրը։ Բարձվեցավ որ դունիս խողովակները սարեր են, քանի որ ծմեր է եւ ինձ համար ադիգա շատ ասան նոր բամներ չեմ գնար որ պատկերացնել։ So anyway, դպրոցի մեջ օրիորդ մգար որ ասանք առաջին օրեն գսկաս ասանք սիրտդ գերա մարդումը մոդիգությունը գսկաս մեգումը չես հասկնար ինչու։ Ճիշտ այդ օրներ այդ ամեն խնդիրները գունենամ որև չեմ գիտեր ինչպես պիտի լուզեմ ես ինձի եւ ասանք արցագուրտ էր նոր դարվա ընթացներ որ դպրոցը կոծեր վես դունն էի մի քանի օր So այդ ուսուցչուհին ինձ զանգեց անունը Լիլիա է այսինքն դպրոցը 30 հոգի գար Այդ 30 հոգին միան ինքը զանգեց ինձ սավ ինչպես կանցնես կոր օրերը հիմա որ արցագուրտ է դպրոցը չի գա բանի պետք ունիս Ես երաբատմեցի, ես ասանք պամ եղավ հետս, սիրիմա չեմ գիտեր գոր ինչ բիդնեմ, ասա մի քանի հատ վեշ հավաքի, հեսա գալիս եմ քո հետևից, Սա այդ օրը եկավ
ինձ արավ իրեն օտոյով եւ կացինք իրենց դունը։ Եվ ես մնացի ամիսներ իրենց դունը եւ իրեն ցուցած ազնվությունը, սերը, իրոք մեջս շատ դարբեր ձևով աստեց, որ like թեր մարդիկ կան, որ գուզան օգնել ամփոխադարձ 29 տարեկան եմ, ինքը 52 տարեկան է, գապ չունի տարիքը։ Ինձ համար շատ հաճելի է արթնալ, իրեն հետ սուրճը խմել, խոսել, զրուցել։ So չեմ դեր շատ ասանք մեծ ձևով աստեց վրաս իրեն ազնվությունը, համեստությունը եւ սերը ամփոխադարձ։ Մեծ արձագանք ստացավ այդ նկարը, բաբաս ալ ուրախացավ, որ նայր տղաս ինչ որ բաներ ունավ ու հասավ Անթոնի Բլինքենի։ Սպայն քալը համային մեկը պիտի փախեի, յետևը մենք Ամերիկա պիտի երթանք, մի շոյին պիտի տեսնենք, մի շոյ մեծ թարցած ադել, ասին չեմ գարնար գաբել, միտքս կան է ասի, գսեմ անգարելի է։ Մարդիկ, որ ինչպես վայրերը կստեղծեն, քիչ մնալ գրնան կսել, որ ասոր վրա են, ճիշտ հագարակը վայրերն ալ մարդիկ կստեղծեն և կմիասինեն մեկտեղ կպերեն։ Ասին զուգատիպություն չեն կրնարս է, զուգատիպություն քանի հատ կլա։ Օ, մի մորնար, սրդիկ մտիր։